Բարև ձեզ սիրելի հանդիսատես, նորից հանդիպեցինք եւ ինչպես միշտ իմ կողքին է Նարեկ Աղոտամաջյանի հեղինակ Հակոբ Աշիգյանը։ Բարև ձեզ պարոն Աշիգյան եւ ձեր ողջունի խոսքը մեր հանդիսատեսին խնդրեմ։ Բարև ձեզ։ Ողջույն դուք միմյանց ի համբույր սրբության Աղոտամաջյանի Նարեկացու այս խոսքերով մենք շարունակենք մեր հաղորդումը։ Ես գիտեմ պարոն Աշիգյան, որ դուք մի հետաքրքիր նյութ եք պատրաստել մեր հանդիսատեսի համար։ Խնդրում եմ կիսվեք մեր հետ այդ նյութը։ Սիրելի հանդիսատեսին, երբեմն նյութերը հուշում են հանդիսատեսը, այսինքն այս անգամ ուրեմն եկեղեցում պատարագի ընթացքի պատարագից հետո մի քանի հավատացյալներ, որոնց ես իրենց ճանաչում եմ, իրենք ինձ մի քանիս իրար չեն ճանաչում, այսինքն պայմանավորվածություն չունեն։ Չգիտեմ ինչպես ստացվեց, բեկան մի հարցի շուրջ, ասեցին, եթե կարող եք խոսեք կարոտի մասին, մեկը ասեց, որ շատ կարոտելուց հիվանդության երևույթներ են առաջանում մոտս, մյուսը, որ չենք ուզի, որ շատ կարոտենք, ուրեմն նման հասկացողություններ կարոտի վերաբերյալ, որը եւ ուրախալի է եւ մտահոգիչ։ Այո։ Ուրեմն որպեսզի այս կարոտի խոսքը լինի ավելի տպավորիչ, ուրեմն ես ընտրել եմ Նարեկացու 26-րդ գլուխը, այսինքն բան իզը, որտեղ խոսեն, այստեղ խոսում են նայեք Նարեկացին խոսում է ուրեմն մարդու տատանողական անհաստատուն վիճակի մասին, հոգու մասին եւ միևնույն ժամանակ հղում անելով հայտնության գրքին մեզ տողատակերում հուշում, հասցնում, գնում ենք մինչև կարոտ ու կաշառակերություն։ Հիմա Թվա տեսնանք շատ իրարից տարբեր թեմաներ են, մեկը մյուսի հետ կապ չունեցող բաներ են։ Որպեսզի մեր մտքի շարունակությանը հաղորդ լինեք, սիրելի հավատացյալներ, սիրելի ունկնդիրներ, ուրեմն ավելի ուշադրությամբ լսեք մեր հաղորդումը։ Հիմա ես կարդամ այս նշվածս համարը Նարեկացու բան իզը։ Սրտի խորքերից խոսք Աստծո հետ ի խորոց սրտի, այսինքն հիշենք մի բան, Նարեկացու խոսքերը սրտի խորքից են։ Ես սա շեշտում եմ, որովհետև ընթացքում էլ սա մասին պետք է խոսենք։ Այսինքն, երբ որ խոսքը մարդու հոգուց է գալիս, սրտից է գալիս, մարդը ուրիշ արժեք ունի, երբ որ մարդուն ուղղորդում են մի բան խոսելու կամ մի բան անելու, ուղղորդում են կուսակցություններ, ուժեր, չգիտեմ ինչ, մարդը իր սրտից չի խոսում, նա ուրիշի խոսքն է խոսում, այստեղ մեծ տարբերություն կա։ Եվ արդ նրանց հետ, որոնք ողբագին եղանակների կներեք համաձայն խոսքեր են շարահարում, հորինում հարմար, ամեն միտողի վերջում միևնույն գիրը դնելով, որով արտասուք հասցնելու չափ մորմոքեցուցիչ, տեսեք Նարեկացին ունի բառեր, որոնց վրա ես խնդրում եմ կենտրոնանաք առանձին, որ կլսեք, փորձեք հասկանալ, մորմոքեցուցիչ, առավել սաստիկ ու սուր են ճմլում սրտի ցավերը, տեսեք ճմլում բառը շատ կարևոր բառ է, այսինքն եկեղեցու ժամերգությունների մեջ օգտագործվում է այս բառը, որ օգտագործեց Ներսես Շնորհարին, ասում է ճմլյա սիրտ իմ, այսինքն ճմլիր իմ սիրտը, Տեր Աստված, որպես ես իմ քարերն սիրտը ճմլիր, այսինքն Նարեկացու բառերը բառ կա, որ մի նախադասության իմաստ ունի։ Դրա համար ասում եմ ուշադիր պետք է լսել կամ ուշադրությամբ կարդալ։ Ուստի եւ ինքս գլուխն անցած այժմ այդպիսիների, որոնք լալագին բանաստեղծություն են եղանակում, նրանց ողբաձայն հեծեծանքներով վշտակիր հոգիս եմ պարզում, ահա,
Այսինքն հոգու վիճակն է ուզում ցույց տալ ահա, որ չի մեռել դեռ բոլորովին աշխարհի համար։ Տեսեք, ասում եմ, որ չի մեռել բոլորովին աշխարհի համար, հոգին չի մեռել։ Ինչ պետք է հասկանանք սա։ Ոչ թե հոգին պետք է մեռնի հանուն աշխարհի համար հոգին մահացրեց, այլ իր հոգին աշխարհի համար մահացած է, այսինքն աշխարհի հետ կապ չունի աշխարհի հետ, այսինքն այստեղ ավելի խորը գնանք, աշխարհը չասենք սատանան, չնայած աշխարհի իշխանը սատանան է, Աստվածաշունչն է ասում, այսինքն մահացած է աշխարհիկ կյանքի համար իր հոգին, այսա է նշանակում։ Ոչ էլ իսկապես կենդանի է նա Աստծու համար եւ ոչ էլ կենդանի է Աստծու համար։ Այսինքն ոչ աշխարհի, ոչ Աստծու, այսինքն տատանողական հարմարվող մի վիճակ, որ մեր ժամանակներում նրանց մարդիկ շատ են եւ վխտում են, այս բառից համար կներեք, բայց այս տատանողական վիճակներն են, որպեսզի մի ազգի հասցնում են վատ թարագույն վիճակների։ Ոչ իսկապես, տեսեք, եւ շարունակում է, ոչ իսկապես ջերմ, ոչ էլ ցուրտ իրոք, ոչ տաք ես, ոչ սառն ես, լսած կլինեք, չէ՞ ասում եմ, ոչ տաք ես, ոչ սառն ես։ Ըստ ավետարանչի առակի գրած իր հայտնության մեջ, ահա այս մասին գրված է հայտնության մեջ, որ երիցս ատելի է երյակ տերությանն ու ամենատես արարչությանը, այսինքն այս վիճակը ատելի է, տատանողական, սասանողական, անհաստատ երերուն վիճակը ատելի է Աստծու համար։ Եթե մարդը տատանողական վիճակի մեջ է, ուրեմն չգիտես, Աստծու կողմը գնա, թե սատանայի կողմը գնա։ Սա Աստծու մարդ կա, որ ասում է, Աստված չեմ հավատում, չեմ ճանաչում, չեմ հավատում։ Դա ավելի լավն է Աստծու համար, քան որ խաղեր է տալիս։ Այս է եղանակն ամենահարմար թախծությունը մեր նկարագրելու, հանգավորելով յուրաքանչյուրի տող, որ եւ հոգու հույզերը տխուր եւ առավել են հնչում սրտառուչ։ Ուրեմն այս գլուխը ունի նաեւ ենթաբաժիններ, որոնց մասին չեն կարդում, միայն այս գլխի ենթաբաժինն է, եւ հիմա այստեղ պետք է կենտրոնանանք նարեկացուն, որ հղում է արի հայտնության գրքին, հայտնության, այս գլուխը ես հիմա այս գլխից ոչ թե ամբողջությամբ գլուխը կկարդամ, այս գլխից կսենք մեկնություններ տալ, թե նարեկացին ինչ հղում էր անում, ինչ էր ուզում բացատրել տակն ու սառը մեզ օրինակ բերելով։ Խոսքը այստեղ ուրեմն հայտնության գրքի մասին է, որտեղ ուրեմն նամակը ուղղված է բանին Լավոդիկիայի եկեղեցուն, ուրեմն հայտնություն 3-րդ գլուխ 14-ից 22 համարներ, սիրելիներ, դուք կարդացեք, որպեսզի մենք ընթերցանության վրա ժամանակ չկորցնենք, մեր ժամանակը սահմանափակ է։ Համառոտ 2 բառով ասեմ, որ Լավոդիկիան փոքր Ասիայի Փոլուգիայի նահանգի մեծ ու հարուստ քաղաքներից մեկն էր եւ գտնվում էր Գալ կոչվող գետի ափին։ Հետո այդ Լավոդիկե անունը ուրեմն դրել էր թագավորներից մեկը իր կնոջ անվան համար։ Այս քաղաքը երկրաշարժ եղավ, երկրաշարժից հետո նորից վերակառուցեցին։ Այս քաղաքը ուրեմն ինչի է հիշատակում նարեկացին։ Հայտնի էր իր ուրեմն դրամական հարստություններով, ասենք հիմիկվա մեր հասկացողությամբ բանկային սիստեմով, ուրեմն կերպասով բուրդի արտադրությամբ, որ նարեկացին անվանում է սև բուրդ կամ Աստվածաշունչը անվանում է սև բուրդ, եւ բժշկությամբ, հիմնական աչքի բժշկությամբ։ Այս 3 բաներով քաղաքը հարուստ էր եւ մարդիկ լավ էին ապրում։ Եվ այստեղ ահա ամենակարևորը այս գլուխը մեկնաբանենք, որպեսզի տեսնենք մեր մտքերը ինչ տեղ ունեն այստեղից։ Տեսեք,
ասում է Հիսուս Քրիստոս գիտեմ քո գործերը դու ոչ սառն ես ոչ էլ տաք պետք է կամ սառը լիներ կամ տաք սակայն դու գաղջ ես ոչ տաք ես ոչ էլ սառը ուստի քեզ դուրս պիտի փսխեմ իմ բերանիցս ահա այս հայտնության 3-րդ գլխի 15-16 համարներն են Լավոդիկիայի եկեղեցու գործերում Քրիստոս գովելի ոչ մի բան չի գտնում եւ անմիջապես արտահայտում է իր դժգոհությունը առաջին ասեցին դժգոհ է ասինքն ինչ է նշանակում ոչ սառն ես ոչ տաքն ես եթե ուրեմն տաքը գիտեք տաք ջուրը օգտակար է չէ ասենք հիմա վերցնենք պրակտիկ օրինակներ տաք ջուրը ոտքերին են դնում ճնշումը բարձրանալու գրելկային դնում եւ այլն լվացքեն ճաշեն տաք ջուրի ուրեմն անհրաժեշտությունը սառը իր հերթին ունի իր առավելությունները զովաշուչի զովացուցիչ պաշտպանող եւ այլն մանավանդ տաք երկրում եւ այլն տաք ջուրի գիտեք եւ կա ոչ սառն ոչ տաք գոլ վիճակը որը որ այստեղ կոչվում է գաղջ երբեմն գաղջ բառ ուրիշ բաների հետ են շփոթում ավելի վատ բաների հետ կոչվում է գաղջ ասում են դու գաղջ ես այսինքն գոլ ջուր ես գոլ ջուրը ում են տալի ես այդ փորձառությունն ունեմ ժամանակին ինձ հետ պատահել է մի ուրիշ ընտրված գոլ ջուրը տալիս են նրա մեջն մի քիչ սոդա են խառնում որպեսզի մարդը հետ տա փսխի ասում են քեզ քանի որ դու երերուն վիճակ ունես ոչ տաք ես ոչ սառն ես դրա համար ես քեզ գոլ ջրի նման պետք է փսխեմ հետ տամ դու իմ եկեղեցիների շարքի մեջ չես այսինքն եկեղեցին գիտեք մարդկանց ընդհանրությունն է ժողովն է այսինքն մարդկանց տեսակները որ անհատներ կան եւ խմբված չեն մի եկեղեցու մեջ Աստծո համար միտեղ իր համար հավաքված են այսինքն նման մարդիկ տեղ չունեն եւ այս հաղորդումը ուշադիր լսեն սիրելի ունկնդիրներ մեր մեջ շատ կան նման մարդիկ շատ եւ դա մեր ազգի համար վտանգավոր է որովհետեւ վճռական պահին մենք տատանողական վիճակի մեջ ենք գտնվում իսկ ինչ է ասում այս մասին ուրեմն տեսեք Սուրբ Գրիգոր Աստվածաբան հայրապետը սա էլ բավական հետաքրքրություն է ասում են տաք ես այսինքն երբ որ հոգևոր ջերմություն ունես եկեղեցու հանդեպ տաք ես բայց երբ որ եկեղեցու հանդեպ անտարբեր ես սառն ես բայց ասում են հույսը ունես երբ որ դու մկրտվում ես արդեն մկրտվելուց հետո տաքանում ես ասենք կենսական մի հաղորդություն է գալիս քու վրա ավելի տաք ես բայց զգուշացնում մի բան ասում է երբ որ այսինքն մկրտություն ստացար մկրտության հետ շնորհներ է ստանում քրիստոնյա ես դառնում բայց երբ որ ասում են դու այդ շնորհներից հեռանաս կանգնես մեջք դարձնես այն ժամանակ դու էլ դառնում ես գաղջ այսինքն այն ինչ որ ասեցինք գոլ ջրի նման որ հասկանալի չէ եւ շարունակությունը հիմա նսեք շարունակությունը որը որ վերաբերվում է այն ավատացյալներին որոնք ինձ խնդրեցին կարոտի համար ասում են տեսեք ասում ես թե հարուստ էի եւ առավել հարստացա այսինքն ասա վերաբերվում է Լավոդիկիայի ժողովրդին եկեղեցու անդամներին որտեղ որ իրանք հարուստ էին նշեցինք չէ երեք ուրեմն հատկություններ որը որ առավել են մյուսներից մեկն էլ դրամական հասնություններ գլուխ է գովում ասում է հարուստ էի ավելի հարստացա ոչ մեկ բանի կարոտ չեմ ոչինչի կարոտ չեմ ոչ մեկին կարոտ չեմ սակայն չգիտես որ ողորմելի ես խեղճ եւ աղքատ մերկ ու կույր սա 17 համարի մեջ է ուրեմն վատահամբավ լավոդակիցների մեջ կար հպարտություն
հարստություն եւ տեսեք երբ որ ասենք ժողովուրդ ասում է ես ոչ մեկին կարոտ չեմ ոչ մի բանի կարոտ չեմ այսինքն ինքը իրեն առանձնանում է Աստծուց սարքում է իր աշխարհը եւ ճունի Աստծո կարիքը կարոտը երբեք չի կապում Աստծո հետ սա մի կարևոր հատկություն է տեսեք ինչ է ասում այստեղ ավետարանիչը հոգու կարոտությունը փրկության սկիզբն է իսկ չկարոտելը սկիզբը կորստի Բայց նորից կրկնեմ հոգու կարոտությունը փրկության սկիզբն է իսկ չկարոտելը սկիզբը կորստի Տեսեք ասում են որ կարոտում եմ գալիս են չեմ ուզում որ շատ այդքան կարոտեմ որովհետև ազդվում եմ հիվանդանում եմ եւ այլն բայց մտածեք գուցե կարոտում եք ում են կարոտում նախ կարոտում են նրանց ովքեր որ իրենց սիրելիներն են հիմնականում վատ բանի չեմ կարծում որ կարոտում են եթե կարոտում են հարազատներին սիրելիներին բայց նրանց կարոտը իրենց հանգիստ չի տալիս ինչ որ ձևերով իրենց ավելի վատ են զգում թող մտածեն այս մեր խոսքերի շուրջը որ ասացինք հոգևոր կարոտը փրկության սկիզբն է ասիկին եթե կարոտ կա եթե կարոտում ես դա սատանայի չի դա Աստծուց տրված է դու կարոտում ես քո հորը մորը քո հարազատներին նրանք են քո նման կնքված դա հոգևոր միությունն է նրանք դեռ եթե այստեղ չեն չի նշանակում վերացրել նրանց հոգին կենթանի է այսինքն գուցե նրանց կարոտով ձեզ հուշվում է ձեզ հասկացվում է որ դուք նրանց համար եթե կենթանի չեն ուրեմն պետք է աղոթներ անեք ողորմություններ անեք եւ այլն եթե կենթանի են ուրիշ երկրներում են ապրում բայց խիստ կարոտում եք եւ կարոտի շնորհիվ բայց հնարավորություն չկա որպես իրար միանաք իրար տեսնեք եւ այդ կարոտը ձեզ ստացնում է հիվանդությունների այսինքն մի քանի բաներ նշեցին գլխացավ աչքի սրտի եւ այլն ուրեմն դուք ինքներդ պետք է աշխատեք այդ ուղղությամբ ուրեմն կարոտացի համար տեսեք ուրի նարեկացին այսպես ասում աղոթք ոմանց իրենց ոմանց այլոց համար այսինքն աղոթեք եւ մի կան մարդիկ որտեղ խուսափում են կարոտելուց մարդկանց հարազատների որովհետեւ այդ մարդիկ երբ որ գալիս են կարոտով նրանք ինչ որ միտեղ ցուցումներ ունեն հանդիմանություններ ունեն եւ այս մարդը խուսափում է կարոտից որովհետեւ ինքը գիտի որ հանդիմանվելու է եւ մյուսը որովհետեւ իրար հանդիպեք կարոտյալին եթե չեք տեսնում եթե լսեք ուրեմն հաճախեք եկեղեցի որ եկեղեցին որ գնում եք այդ եկեղեցիներում դուք կհանդիպեք ձեր կարոտյալին ես շարունակությունը չեմ կարդում ուղղակի տեսեք այնտեղ ինչ է ասում Հիսուս Քրիստոս ասում է երբ որ ես եթե դուք գնաք իմ ճանապարհներով երբ որ դուռը ես ծեծեմ դուռը բացեք ես ձեր հետ ընթրիքի կնստեմ ընթրիքի դուք էլ ինձ հետ ընթրիքի կնստեք այսինքն գնաք երբ որ եկեղեցում ձեր կարոտյալին կաղոթեք կհիշեք կմասնակցեք այսինքն հաղորդության պատարագին ընթրիքի պատարագին գուտեք հացն ու գինին եւ կհաղորդվեք միմյանց հետ այսինքն կարոտելու դեղը բուժումը սա է եւ կա կարոտ ախտ հասկացությունը կարոտից այսինքն հիվանդանում են հիվանդություններ են երբեմն մարդկանց մոտ ասում են կարոտելը արդեն դա հիվանդություն է այդ բառերի մեջ ավելի լավ է զգուշավոր լինենք հետևենք այս ավետարանի գրվածին թե Հիսուս ինչպես մեղադրեց այն մարդուն որը որ ասաց ես հարուստ էի ավելի հարուստացա ոչ մի բանի կարոտ չեմ ոչ մեկին կարոտ չեմ որքան բացատրեցինք մնացած հետևությունները սիրելիներս դուք ինքներդ արեք
Շատ լավ, շատ հապճեպ, շատ համառոտ կարելի ասել, բայց միաժամանակ հետաքրքիր թեմա է սա իրոք։ Դուք այստեղ շոշափեցիք մի քանի բառեր, որ կուզենայի այդ բառերի հիման վրա հարց տալ։ Այդ տադանողականությունը Ավետարանի մեջ ասում է ինչպես ծովի ալիքները գնում ու գալիս են, այսինքն տադանվում են։ Աստծո խոսքի մեջ երբ որ այդ ծովի ալիքների գնալ գալը կա, այսինքն դեռ մարդը չի կողնորոշվել, որ կյանքի աղբյուրը Աստծո խոսքն է եւ Աստծո խոսքը ապրում է սրդի մեջ եւ ասում է որ սրդի մեջ է այդ կյանքի աղբյուրը։ Շատ հետաքրքիր թեմա է, այո։ Բայց կուզենայի այս ամենը, քանի որ մեր ծրագիրը հոգևոր ծրագիր է, բայց տանել մի ուրիշ դաշտ։ Դուք օգտագործեցիք կաշառք բառը, ինչ որ հիմա կատարվում է մեր հայրենիքում, մեր Հայաստանում, ընտրությունների այս մրցավազքի մեջ եւ որոշ ուժեր կաշառք են տալիս։ Դա ինձ հիշեցնում է հենց ձեր այսօրվա թեման, որ տադանվում են, չգիտեն ինչ անեն, չհասկանալով, որ այդ կաշառքով իրենք վաճառում են իրենց հայրենիքը մարդկանց, ովքեր որ դժբախտություն կբերեն մեր երկրի, մեր ժողովրդի համար։ Կուզենայի խոսեիք այս թեմայի մասին։ Ինչ կարծիք ունեք սրա մասին։ Ուրեմն, սիրելի հանդիսատես, տեսեք, նշեցինք, որ այդ Լաոդիկիայի եկեղեցին հարուստ էր, այսինքն մարդիկ հարուստ էին, փող ունեին, եւ այդ փողը բերել էր շռայլության, հպարտության, գործեր կատարելու։ Ուրեմն, եւ ասեց, տեսեք, այնտեղ ասում է դու չգիտես, որ որպես ու կույր ես, տգլոր ես եւ այլն, չէ՞ նոր կարդացի։ Ասում է դուք չգիտեք, որ կույր եք։ Այսինքն ինչ է ուզում ասի։ Ուզում է ասի, որ այն հիմա ինչ որ ես կարդամ, լսեք։ Իս դրամն այլասերիչ է։ Դրամը այլասերում է մարդուն։ Ինչպես ասում է օրինաց գրքում, կաշառքը կուրացնում է իմաստուն մարդկանց աչքերը։ Իմաստուն մարդկանց աչքերը կուրացնում է։ Էլ չեմ ասում են մարդկանց աչքերը, ովքեր իմաստուն չեն։ Խեղաթյուրում արդար մարդկանց խոսքերը։ Խեղաթյուրում արդար մարդկանց խոսքերը։ Սա ուրեմն բ օրինաց 16-ից 19 համարներում է, եւ սա կարող եք համեմատել ելք գլխի 23-ից 28 համարներին։ Ուրեմն երբ որ կաշառքի մեջ են ընկած, արդեն աշկները իրանց փակում են, իրանք ճիշտ էություն չես տեսնում, հոգևոր տեսողություն չունեն, գնում են կաշառքի հետևից, այսինքն տեսեք, կաշառքը այլասերության, ասա Աստվածաշունչն է ասում, ոչ թե մենք մարդիկս։ Կարելի է հենց Աստվածաշնչից մեջ բերում անեմ։ Հիսուս ասեց կամ ինձ եք ծառայելու, կամ մամոնային։ Մամոնան դա հենց փողն է, որ կա։ Հիմա որոշ մեր քաղաքացիները մամոնային են ծառայում, ոչ թե Աստծուն, այսինքն իրանց հայրենիքին, որ պետություն ստեղծեն, կառավարություն ստեղծեն, օրինական երկիր ստեղծեն եւ այլը եւ այլը։ Հիմա ես գալիս եմ ավելի հնից, ավետարանից օրինացներից, որովհետեւ ուրեմն ինչ է իմաստը, կաշառակերությունը մարդու ծնված օրից կա, մնում է, մինչև հիմա էլ կա, կաշառակերությունը, կաշառքը սատանայի հզոր զենքերից մեկն է, որ օգտագործել են, օգտագործում են, առավել հիմա ինչ-որ տեսնում ենք, ինչ-որ կատարում է, եւ միշտ էլ կօգտագործեն, որովհետեւ այս աշխարհի իշխանը սատանան է։ Հիմա տեսեք, երբ որ դրամով, մեծ դրամով մարդկանց աչքերը փակում են, այսինքն նրանք տեսնում են ամեն ինչ, փակ չի, խոսքը հոգևոր աչքերի մասին է։ Եվ որ համարները կարդում են, հասկանում են ինչ մեղքի մեջ են մտել ու գնում են իրանք ոչ թե ինչ որ մեկին հանելու, մյուսին դնելու, այլ շարունակում են գնալ սատանայի հետևից,
կամ մերժվածների հետևից կամ նրանց հետևից Այսինքն փողի հետևից։ Փողի հետևից, բայց փողը բաժանող կա, չէ։ Այո։ Այդ բաժանողի հետևից են գնում։ Այո։ Նրան են հետևում, փողը նա է։ Իսկ ով է բաժանում փողը, Սատանը։ Ով է, ուրեմն սիրելիներս, մենք մեզ տանք սատանային, տրվենք սատանային փողի համար։ Այդ ժամանակ ասում են քո աչքերը փակ են, դու հիվանդ ես, դու չես տեսնում։ Դու քեզ կարծում ես դու որ շոր ես հագել, դու տգլոր ես, որովհետև դու հագել ես կաշարակերի, կաշար տվողի շորերը։ Դու չես հագել Հիսուս Քրիստոսի պատմուճանը, պատմուճան խոսքը լավ խոսք է։ Այն սպիտակ զգեստները, որ Հիսուս Քրիստոս տվեց, այսինքն սպիտակ զգեստ ասածը արդարությունը, ճշմարտությունը չեք հագել դուք։ Դուք հագել եք այստեղ բանի մեջ կա, ասում են դուք արտադրում եք բուրդ կերպած, ձեր բուրդը սև բուրդ է։ Դրա համար ձեր գործերը սև են, ձեր բուրդն էլ է սև։ Ուրեմն դուք եկեք վերցրեք իմ գնեք իմ ոսկին, որը որ փորձության մեջ է անցել կրակի բովով, ուրեմն վերցրեք իմ շորը, որ ես տալիս եմ, եւ վերցրեք իմ դեղը, որ աչքի համար եք օգտագործում։ Սրանք ինչ են նշանակում այս երեքը։ Ասում է վերցրեք այն ոսկին, որ ես եմ տալի, ձեզ ձրի եմ տալի, փողով չեմ տալի։ Այսինքն ընդունեք այն հավատը, որը որ ես եմ տալի ձեզի, որը որ բովով անցած հավատք է։ Երկրորդը ասում է ուրեմն ձեր բուրդը, որ աշխարհարչակ աշխարհում տարածված է եւ այլն, դուք բոլորին տալիս եք, բոլորին հագցնում եք, բայց ինքներդ մերկ եք, որովհետև դուք ձեր մերկությունը չեք տեսնում, որովհետև դուք Աստծուց հեռացած եք։ Հոգևոր մերկության մասին։ Հոգևոր մերկության, այսինքն ասացեք, հագեք Աստծուց ճշմարտությունը, այսինքն հագեք Հիսուս Քրիստոս, այդ հասկացողությունը կա։ Եվ մյուսը, ուրեմն դեղերի մասին է, աչքի մասին։ Ուրեմն Լավոդիկեն նաև հայտնի է եղել, որ որպես բժշկական կենտրոն աչքերի բուժման եւ աշխարհի տարբեր վայրերից եկել են Լավոդիկե աչքերը բուժելու համար։ Պատմությունը եւ ավետարաններում ոչ տեղ չի գրված թե աչքի ինչ հիվանդություններ կամ ինչ դեղերով են բուժում, բայց ասում են դու բուժում ես բոլորի աչքերը, բայց դու ինքդ կույր ես։ Կարելի է դու կույր ես, վերջացնեմ ես միտքը նոր։ Դու ինքդ կույր ես, քեզ անհրաժեշտ է ուրեմն հոգևոր տեսողություն։ Իսկ ինչ է նշանակում հոգևոր տեսողություն։ Սրանք լոկ բառեր չեն, ավելի լավ է բացատրել հոգևոր տեսողություն, այսինքն Աստծո հայացքով, Աստծո ճշմարտություններով, աստվածային սովորած իրողություններով դիտել, փորձել, ճանաչել, տարբերակելու համար։ Այսինքն դուք նայում եք աշխարհիկ կաշառքի նյութի մամոնայի ձեր ասած հայացքներով, դրա համար չեք տեսնում, կույր եք։ Այսինքն դրա համար էլ դուք իմ եկեղեցուն տեղ չունեք, ես ձեզ փսխելու եմ, որովհետև դուք գոլ ջուր եք, գաղջ եք, բանի պետք չեք։ Շատ կարևոր թեմա է, այո, ցավոք սրտի դեռ կան Հայաստանում մարդիկ, որ այնքան հոգևոր սննգության մեջ են ապրում, որ եւ փող եւ մի բան էլ ասեմ, շալվար են վերցնում։ Պատկերացնում եք ինչ ասեցինք էլի շորեր տալու։ Այո։ Ինչ եմ ուզում ասեմ, բայց ես գիտեմ, որ իմ հայ ազգը շատ խելացի ազգ է եւ իր ընդրությունը կանի հունիսի 7-ին եւ ես համոզված եմ, որ մենք կշարունակենք այդ ուղղությունը, այդ դեմոկրատիան, այդ մարդկային եւ քաղաքակիրթ ճանապարհը կշարունակենք եւս 5 տարի եւ հույսով եմ, որ նոր սերունդը ավելի ճիշտ կմոտենա ամեն ինչին։ Այս բոլոր մեր այսպես կոչված ընդդիմությունը, որ դեռ գալիս է սովետական միության հասկացողությունից, այդ մոդեցումից, մեզ պետք է մի քանի սերունդ, որ այսօրվա ուղղությամբ, այսօրվա տոնայնությամբ, այսօրվա խոսքերով եւ մեր քարոզամիջոցներով մենք տանենք մեր հայրենիքը դեպի կիրթ զարգացած դեմոկրատիական ուղիով,
դա շատ կարևոր է։ Ինչ կարծիք ունեք այսօրվա մեր նրանք, ովքեր որ դեռ կաշառք են վերցնում, դեռ այդպեսի հոգևոր կույրություն ունեն, վանելով Աստծուն առաջինը եւ երկրորդը հայրենիքին, ինչ կասեիք իրանց այսօր ձեր կարծիքը։ Նախ առաջինը, տեսեք, կաշառքը ինքը եւ տողը եւ վերցնողը մեղադրելի է Աստվածաշնչով։ Մենք հոգևոր թեմա ենք վարում, նարեկացին խոսում, մեր մեկնությունները հոգևոր պետք է լինեն, հենք Աստվածաշունչ կամ Նարեկ Աղոթամատյանը։ Մեղադրելի է կաշառքը։ Կաշառքի բուն էությունը գալիս է նրանից, ամենաբուն էությունը, ամենակարևորը Աստված հաջողի ձեր աղոթքներով, ես մի գիրք եմ սկսել գրելու կորուստ, որտեղ մեծ նշանակություն ունի մի հարց, այս ամեն ինչի մեջ կա մի բան։ Երբ մարդը կորցնում է ինքնաճանաչողությունը, չգիտի մարդը ինքը իրեն չի ճանաչում, հասկանում եք։ Սա շատ կարևոր հարց է։ Ամեն մարդ իրեն չի ճանաչում, եթե ճանաչում է, աշխատում է ինքը իրենից խուսափելու համար տրվում է հաճույքների, տրվում է տարբեր եսիմ ինչերի։ Եթե ինքը իրեն չի ճանաչում, նա դառնում է կաշառքի զոհը, ոչ թե նա փողի զոհն է, բաժանողի զոհն է, բաժանողը սատանայի զավակն է, սատանայի, այսինքն դու գնում սատանայի ձեռքից։ Ես ձեզ մի սիրելի հավատացյալներ, մի օրինակ բերեմ, որպեսզի սա հավերժ հիշվի։ Մի անգամ ասել եմ, բայց ոչ կաշառքի առումով, այս անգամ ասեմ նույն բանը կաշառքի առումով։ Տեսեք, կար Ջուզեպե ջութակահարը 1800 որ թվերին չեմ հիշում թիվը, ուրեմն ասում է ինքը հոգին ծախեց սատանային ջութակահարը Ջոզեպե Տարտինի, հոգին ծախեց սատանային, կաշառվեց սատանայից, հասկանում եք, կաշառվեց սատանայից, այսինքն ինչ եղավ, այդ հայտնի ջութակահարին այցելում է սատանան, խոսքերով եւ այլն, ջութակը վերցնում է, նրա ջութակը վերցնում է ու նվագում։ Տարտինին զարթնում, այդ լսածը նոտայագրում է, ձայնագրում է, այսինքն հոգին վաճառում է սատանային։ Եվ այդ նոտայագրածը հետո նվագում է ժողովրդին։ Եվ այդ սատանայի դայլայլը կամ սատանայի սարսուրը վերնագրով։ Այսինքն ջութակը գործիքների թակուին պղծվեց սատանայի կողմից, ծառայեց սատանային, որովհետև ջութակին պահող մարդը ծախվեց, սատանայի խապնվեց, կաշառվեց, որոշ ժամանակ անց նրա մատները չսկսեցին աշխատելու և նա չկարողացավ։ Բայց մի բան էլ ասեմ, որպեսզի ի հակադրություն համեմատությունը այստեղ ինքնաճանաչողության և հաստատակամության մասն է, որ սկզբից ասեցինք տատանվողը, տակես, սառես և այլն, ի տարբերություն դրան, եթե սատանան ամեն ինչ կարող է անել, կերծել ձայնը, ջութակահարին ամեն ինչ փողով առնել եւ այն էլ կաշառքով խաբեց, խնձորով խաբեց, կշորտ սատանա խնձոր տվեց, խաբեց, կաշառեց այս սկզբից, հա։ Սատանան միայն չի կարող ուրեմն կերծել եկեղեցու զանգերի ձայնը, որովհետեւ դա Աստծո ստեղծածն է, դա առանձին թեմա է, ավետարանի մեջ գրված, այսինքն ամեն ինչ կարող է կաշառվել, բայց ով որ հաստատակամ Աստծո կողքին կայնած է, եկեղեցուն կանգնած է, նրանք չեն կաշառվի։ Եթե եկեղեցու մեջ են, աղոթում են, հաղորդություն են ստանում եւ այլն, ինչ կապ չունի որ եկեղեցում են, որ ավետարանական, հոգեգալստական, ինչ եկեղեցու ուզում է լինի։ Եթե եկեղեցում է, բայց եկեղեցուց հետո գնում կաշառք է վերցնում, ուրեմն նա կեղծ հավատացյալ է, լուրջ մտածելու խնդիր ունի։ Դուք Վերդի օրինակը բերեցիք, թե ինչպես սատանան խաբեց իրեն։ Վերդի չասեցի, Տարտինի, հա, ներողություն։ Ուրեմն ինչպես Հիսուսը 40 օր որ ծոմ էր պահում,
եւ սատանան 3 անգամ մոտեցավ իրեն եւ չխափնվեց իհարկե։ Այդպես էլ մենք քրիստոնյաներս սատանան միշտ կմոտենա մեզ, բայց մենք թույլ չպիտի տանք, որովհետեւ եթե մենք մեզ կոչում ենք քրիստոնյա, մենք պետք է գնանք Հիսուսի ճանապարհով, Հիսուսի ուղիով, ոչ թե ասենք իմ ազգին ինչ որ մի նախքին մարդակեր իմ ազգին համբալ անվանեց։ Դրա շատ կներեք, այդ դրա համար, եթե մարդը իմանա ինքնաճանաչողություն ունենա, այսինքն առաջինը հասկանա ինքը քրիստոնյա է թե չէ։ Իհարկե նա քրիստոնյա չէ, դա հարմերն էլ չգիտի, բայց ասում են ես այդ առումով չեմ ասում։ Խոսքս ժողովրդի մասն է, որ եկեղեցում են կամ բանը կամ կաշառք են վերցնում, բայց մեծ սիրով էլ գնում են եկեղեցի, դեռ եկեղեցին հաճախելը մի կողմ, ինչ են անում, եկեղեցուն են պաշտպանում, կաթողիկոսին են պաշտպանում, հասկանում եք, այս մարդիկ։ Այո, իրանք օգտագործում են միամիտ քրիստոնյաներին, օգտագործում են միամիտ, բայց ելի եմ ասում, համբալը ինքն է, որ իմ ամբողջ ժողովրդին, իմ հայ ազգին համբալ անվանեց, եւ մինչեւ այսօր հայրմերը չգիտի, եւ չի ուզում խաչակնկվի եկեղեցում կադրեր կան։ Գիտեք ինչ, ես հորդորում եմ մեր հայ ազգին, որ հունիսի 7-ին այդ ցույց կտա, թե ով է համբալը, բայց քանի որ մեր հաղորդումը մոտենում է իր ավարտին, խնդրում եմ ինչ ավելացնելու բան ունեք դուք։ Ես ուզում եմ մի բան ավելացնել, սիրելի ժողովուրդ։ Մի քիչ վերածվեց քաղաքականությանը, բայց դա մեր առօրյան է, մեր բոլորիս հետ կապված խնդիր է։ Բայց այստեղ մի բան ասեմ։ Տեսեք, ես արտահայտեցի ասեցի ինքնաճանաչում բառը, որ շատ եմ կրկնում, դա Աստված կարողանամ ավարտին հասնել այդ գիրքը։ Հին ղեկավարը ոնց անվանեցիք, մարդակեր։ Այո։ Ուրեմն ինչից է խոսում։ Ինքնության մասին, հայի ինքնության հետ դու ինչ կապ ունես։ Այո։ Նախ ինչ բան է ինքնություն հասկացողությունը։ Եթե ինքնություն բառ օգտագործում ես, ուրեմն պետք է կարողանաս բացատրել ինքնությունը ինչ է, բայց որ դու քանի որ ինքնություն չունես, չես կարող բացատրել։ Եթե մեզ վիրավորվում է, ոչ թե վիրավորվում է, մեզ ինչ որ մի բան է, մեր ինքնությունն է վիրավորում, իսկ ինքնության բուն բաղադրիչներն են հավատքը, որը որ դու չունես, հայրենիքը, որը որ չունես, լեզուն, որը որ Աստծուց տրված մեսրոպյան լեզու է, որը որ դու չունես։ Այո։ Սերը հայ ազգի մարդու նկատմամբ, մարդու հետ հարաբերվելու սերը, ինքնության բաղադրիչ մեկն է, որը որ դու սեր ունեք ավելի սպանելու, քան թե սիրելու։ Եվ այլն ինքնության մեջ մտնում են մի քանի բաղադրիչներ, գերեզմանները մեր, կանոնները մեր սովորույթները, տոները եւ մեր ժողովրդի ուրեմն ադատ բառը ասենք, ադատ բառը ավելի տարածված է, չնայած հայկական չի, հա։ Եվ այս ամենն են, որ մեր ինքնությունն են, սրանցից որը ունեք։ Եվ ամենակարևորը խիղճ, որը տրված է հայուն, որ դրա համար էլ գիրք է պարգևված հայուն, որը որ կոչվում է Աստվածաշունչ, այսինքն մաքրությունների մաքրություն, ազգը տարբերվելու է բոլոր ազգերի, սա ազգային ինչ-որ հաղորդում չի, բայց մենք մեր ազգության, մեր ինքնության արժեքը պետք է իմանանք, մենք որտեղից ենք գալիս, երբ որ դա կորցնում եք, այսպես դառնում եք սրա նրա ստրուկը, երբ որ ինքնաճանաչում լինի, իմանաք ով ենք մենք, որտեղից ենք գալի, Աստվածաշնչում որտեղ է գրված մեր մասին, Արարատ լեռը, Արարատի երկիրը, Հայաստան աշխարհը, այն ժամանակ մի քանի կոպեկի համար հոգով չեք ծախվի։ Սիրելի հավատացյալ ժողովուրդ, սիրելի ունկնդիրներ, ինչ ընտրություն կանեք, թող լինի ձեր խղճի մտոք, այ ոնց որ ասվեց Նարեկացին, տես սկզբից ես շեշտեցի այս բառը, խոսք սրտի խորքից
Եթե խոսքը ընտրությունը ձեր սրտի խորքից է գալիս, ուրեմն դուք եք ժողովուրդը։ Եթե սրտի խորքից չի, կաշառքով է կամ թելադրանքով, դուք մարդ եք, հավաքվածների մեջ եք, բայց հայ ժողովրդի հետ կապ չունեք, չնայած հայ եք օրջորջում։ Շատ շնորհակալություն, պարոն Աշիգյան, շատ հետաքրքիր էր ինձ թվում այսօրվա թեման եւ կարծում եմ բոլոր թեմաներն էլ հետաքրքիր են, բայց համենայն դեպս ժողովուրդը սպասում է ձեր կարծիքին, ձեր մոդեցումներին, ինչպես Նարեկ Աղոտամադյանի հեղինակ եւ ձեր կարծիքը ընդհանրապես մեր հայ ազգի մասին։ Շատ շնորհակալություն սիրելի հանդիսատես եւ հույսով եմ, որ հունիսի 7-ին դուք շատ ճիշտ ընտրություն կկատարեք, որ երբեք չլինի մարտի 1 եւ հոկտեմբերի 27։ Աստված օրհնի ձեզ։